Պարոն Վարդանյան, տեսանք երեկ հայտարարություն տարածեց Դաշնակցությունը հերթով ժամը 3:30 գալու եք այստեղ, ինչի համար եք եկել, ինչ եք սպասում, որ պետք է լինի, եւ Փաշինյանենք արդեն սկսել են մեղադրել ձեզ, որ այ տեսեք մեզ եք այսքան ժամանակ ասում, մի միջամտեք եկեղեցու գործերին, հիմա դուք եք միջամտում։ Մենք այստեղ ենք պաշտպանելու վեհափառին, պաշտպանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ մեր արժեքները։ Իսկ եթե ինչ-որ մեկը կա, որ միջամտում է եկեղեցու գործերին, բոլորին հայտնի է, դա այսօրվա իշխանություններն են, ովքեր որոշակի կոմպրոմատների ու որոշակի ազդեցությունների շնորհիվ կարողացել են իրենց շուրջ համախմբել մի քանի arczepiskopesների եւ եպիսկոպոսների, իսկ ում որ չեն կարողացել կոմպրոմատներով ու այլ տարբերակներով ճնշել դրանցից որոշներին կալանավորել, բանտարկել են եւ փորձում են դրանով պայքարել հայ ինքնության, հայ առաքելական եկեղեցու եւ վեհարանի դեմ։ Էսա մենք չենք բանտարկել եպիսկոպոսներին, մենք չենք կոմպրոմատներով վախեցնում եկեղեցականներին, որ մենք միջամտող համարվենք եկեղեցու գործերին։ Այսինքն ըստ ձեզ հիմա 10 եպիսկոպոսները, որ այսօր ինչ-որ հանգստի կոչելու համար են հավաքվելու այստեղ վեհափառին, նրանց դեմ կոմպրոմատներ կան։ Դե չեմ կարծում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մի կեցվածք ու դիրքորոշում պետք է ունենան, ընդամենը օրեր առաջ վեհարանի բակում արտասվեն, լացեն, ոստիկանական ուժերի դեմ պայքարում ու տարբեր տարաբնույթ հայտարարություններ տարածեն այս իշխանությունների դեմ, խոսեն, ընդամենը մի քանի օր կամ մի քանի ժամ հետո այդպիսի կտրուկ կեցված փոխեն, այլ արժեքներ ու պատկերացումներ փոխեն ու այդտեղ որոշակի կոմպրոմատների կամ այլ ինչ-որ ներգործության արդյունք չլինի։